Աստծոբարին ձեզ սիրելի հայրենակիցներ, երկիր մոլորակի, որ ծայրում էլ հենց հիմա գտնվեք եւ իհարկե ապրեք։ Ես համոզված եմ, որ բոլորդ գիտեք, իսկ եթե չգիտեք, ապա ասեմ, իմացեք, որ Հայաստանում 2024 թվականը հայտարարված է Պարուր Սևակի տարի, մեծն Սևակի տարի, եւ Գյումրիում 2 օր առաջ մեծ միջոցառում էր։ Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունները հայտնել կազմակերպիչներին, որ ինձ չմոռացան եւ ինձ հրավիրեցին այդ չտեսնված միջոցառմանը, եւ ես մի փոքրիկ բանաստեղծությամբ հանդես եկա։ Սիրելի ծնողներ, պարզապես խնդրում եմ ձեզ, մի թողեք ձեր տան գրադարանին գտնվող գրքերի վրա փոշին շատանա։ Խնդրում եմ, գրքերը տվեք երեխաներին, հատկապես մեր հայ դասականներին, տվեք թող կարդան, հավատացեք, գիրք կարդալուց երեխաները չեն տուժվի։ Եվս մեկ անգամ իմ խորին շնորհակալություններն եմ հայտնում կազմակերպիչներին, որ ես կարողացա մասնակցել այդ հոյակապ միջոցառմանը եւ ամենակարևորը ստացա նոր տպագրված գիրքը, որը սիրով պետք է նվիրեմ իմ մեծ թորնիկին։ Այնպես որ շնորհակալ եմ, լավ մնացեք, Աստված ձեզ հետ, միշտ հարգանքներով ձեր Սամվել Առաքելյան, նույն ինքը Նիկո։ Դրամատիկան թատրոնի դերասան ժողովրդի կոմիտետի Սամվել Առաքելյանը։ Աստծոբարին ձեր ժողովուրդ, անչափ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որովհետև ինձ համար մի մարդու, ով իր կյանքի 63 տարվա 50 տարին երկար ճանապարհ անցնելով աշխատել է հայ ժողովրդին, մեր ազգին, ուրախություն եւ ժպիտ պարգևել ինձ համար, որպես դերասանի, որպես մարդու, որպես այլ միշտ մեծ պատիվ է եղել մեր հայ դասականներին ուսումնասիրել եւ սովորել։ Ես կյանքում ինձ համարում եմ երջանիկ մարդ, որովհետև ինձ դասավանդել են այնպիսի մարդիկ, այնպիսի ժողովրդական արտիստներ, ում անուններն այսօր հայ թատրոնի պատմության մեջ ոսկե տառերով է գրված։ Ես երախտապարտ եմ նրանց, անկեղծորեն ասեմ։ Կներեք հուզված եմ, որովհետև այսօր առավոտյան լույսը չբացված լույս ստացա, որովհետև 57 տարեկան հասակում ինձ համար պարարվեստի մի մեծ գիգանտ, ում տաշիններով պարը դա որպես աղոտք էր եկեղեցում, նա լքեց։ Նրան այսօր միայն հիշում են ժողովուրդը եւ իր մտերիմները, պարզապես մեր ժողովրդի ամենացավալին է մարդկանց չգնահատել կենդանության օրոք, պետք է որ լավ հիշենք։ Իմ առաջից բանաստեղծությունը, ով ինձ սովորեցրել է, դա իմ լուսահոգի տատն է եղել, իմ Վարդանուշ տատը։ Մենք տանը շատ ենք երեխաներով, 7 տղա մի աղջիկ։ Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, թող լույս իջնի մեր բոլոր ծնողների եւ մեր մեծերի շիրիմների, որովհետեւ մեր Առաքելյանների Կերտաստանում շատ որ ենք եւ միշտ սիրել են, որ ասել են տանը ինչքան երեխա շատ լինի, այնքան երջանկությունը շատ կլինի։ Հայրս մայրս աշխատում էին, իսկ մեր դաստիարակությամբ զբաղվում էր տատս։ Հենց իր
Առաջի այդ դրա համար ես ուզում եմ կներեք եթե մի քիչ երկարի երկրաշարժ ես շնորհակալ եմ պետք է հիշեք Հայաստանի վաստակավոր արտիստ Արթուր Շաքյոթյանը ով ապրում էր Կրկերի տան հենց երկրորդ հարկում մեզ երիտասարդներից ստիպում էր որ ամեն մի նոր գիրք գրադարանում ստանալուց մենք վերցնենք իսկ մեր Մայրան Գևորգյանը թատրոնի տնօրենն է ով հայոց լեզվի եւ գրականության մեծ վարպետ էր եւ շատ ղեկավարներ նրա ձեռքի տակով էին անցել նա կանչում էր կապիտեն եւ ասում էր քեզ 15 օր ժամանակ գիրքը լավ կվերլուծես եւ կգաս ինձ մոտ ես 2500 կտոր գիրք ունեի մինչ երկրաշարժ եւ աղետը եղավ թող դա վերջինը լինի մեր հայազգի համար ամսի 14-ին երբ ես ավակ երկորս գտա եւ հանձնեցի հողին ես տուն մտա պարզապես տանը ոչինչ չկար մնացել էր միայն իմ գրադարանը ամբողջ տնով մեկ շախ գված երբ ես հավաքեցի իմ գրքերը մի տանից դուրս բերի գրակի մոտ նստած մարդիկ ինձ ասեցին Սամվել ջան վարելիք ես բերել ասի չէ սա վարելիք չէ սա իմ երեխաների ապագան է որ ես դուրս եմ բերել իմ երկու երեխան քնած ժամանակ որ ժամին ծեն տայր ասեիր հեղինակի անունը նրանք աչքերը փակ կարտասանեին եւ կվերլուծեին ես ցավում եմ որ մեր ծնողները հատկապես մայրերը սիրելիներս տատիկներ սիրելիներս խնդրում են երեխան ծնվավ օրոսքի մեջ գիրք վերցրեք օրոսքի մոտ կարդացեք մեր մեծերը սուն չեն ասել որ այն ինչ կատի հետ կմտնի հոգու հետ դուրս կգա ասում եմ ես այսքան եմ եղել եւ տատս ինձ սովորեցրել այս մարդուն ում մասին այսօր խոսում ենք այնքան ճշմարտախոս է եղել երևի ես նրան եմ մի քիչ քաշել որ շատերը ինձ չեն սիրում չնայած մեր Արաքելյանների Գերտաստանում մենք ինչ ուզել ենք մարդու մասին ինչ մտածել ենք միշտ ճակատին ասել ենք քեզ երեսին դա է միակ ճշմարտությունը ես ասեմ որ շնորհակալ եմ Տեր Աստծուն, որ ինձ շնորհեց դերասան դառնա, որ մարդկանց ժպիտ պարգևը, ժպիտը դա այսօր ամենաթանկարժեք եւ ձեռք չբերվող դեղամիջոցն է, որը շատերին ի վիճակի չեն, որ մատուցեն, եւ ես այսօր կներեք մի քիչ էլ հուզված եմ, գուցե մի քիչ լավ չստացվի, որովհետեւ կուզենայի արտասանել ձեզ համար ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի կատարվում, միանգամից ոչ մի կարպետ և ոչ մի գործ չի պատրվում, միանգամից բերդ չի շինվում և չի կանգնում միանգամից, միանգամից ձուն չի գալիս և չի պճում անգամ միրգ չի ասում միանգամից, ուր մնաց թե խելոկանա, զույգ չեն կազմում միանգամից, ուր մնաց թե երեքանան, միանգամից չեն կշտանում, ու չեն զգում ջրի կարիք, ոչ այսօրն է անցյալ դառնում, ոչ էլ վաղն է դառնում դարիք, այս ամենը ճիշտ է հարկավ, հենց այսպես, ինչպես որ կա, սակայն եթե իմ կյանքի մեջ գետ մեկ անգամ հարցնեին ինձ, թե ինչ է ես գելադասում, ինչ եմ ուզում ու երազում ես ասել, ինչ եմ ունում